հարգելի գործընկերներ եւ մինչ ձեզ ներկայացնել ապահովագրական հիմնադրամի հիմնական աշխատանքների ամփոփիչ զեկույցը եւ ընդհանուր առմամբ մեր առողջապահության նախարարության կողմից իրականացված այս 6 ամիսների աշխատանքը կուզեի նաեւ շնորհակալություն հայտնել ձեզ այս ընթացքում առողջության ապահովագրության հետ կապված ակտիվ լրագրողական աշխատանքի հետ որևէ բարեփոխում առավել եւս նման լայնածավալ եւ ըստ էության ամբողջ բնակչությանը վերաբերելի բարեփոխումները նաեւ իրականացվում են լայն հանրային իրազեկման շնորհիվ այնպես որ ես եւս մեկ անգամ ուզում եմ ընդգծել նաեւ լրատվության աշխատանքները այս գործում այսպիսով հարգելի գործընկերներ հունվարի 1-ից գործարկված հիմնադրամը եւ աշխատանքները համակարգը ըստ էության կարող ենք ասել, որ առաջին ներդրման փուլը ինչ որ առումով անցել ենք բավական սահուն, որովհետեւ առաջին իսկ շրջափուլը ենթադրում էր մինչեւ 1.5 միլիոն անձի ապահովագրություն Եվ գիտեք, որ առողջության ապահովագրությունը ի տարբերություն սոցիալական ապահովագրության, հենց որ մտնում է ուժի մեջ, արդեն իսկ սկսում են ծառայություններից օգտվել անձինք եւ սա շատ կարեւոր տարբերություն է։ Ուրախ եմ, որ բժշկական կենտրոնների կողմից ապահովագրական համակարգին միանալու գործընթացը եւս բավական սահուն անցել ենք, առաջնակի ուրեմն կազմակերպությունների առումով բավական ընդլայնում ունենք, թե ովքեր են միացել ապահովագրությանը եւ այս աշխատանքները շարունակական են, այսինքն դեռ շարունակվում են հայտեր ներկայացվել ծառայությունների առումով միանալու առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին Սա վերաբերվում է ինչպես առաջնային օղակին, այսինքն պոլիկլինիկաներ, նաև մասնավոր պոլիկլինիկաներ, այնպես էլ վերաբերվում է լաբորատոր եւ դեղատնային ցանցին, սա էլ շատ կարեւոր է մեզ համար առանձնահատուկ շեշտադրված է, որ քաղաքացիների համար ծառայություններից ստանալը հնարավորինս լայն աշխարհագրություն ունենա եւ հասանելիություն ունենա։ Հաջորդիվ իհարկե ես ընդհանուր որոշակի թվեր ներկայացնեմ, որոնք որ ցույց են տալիս ծավալները այս ընթացքում իրականացրած եւ մատուցած ծառայությունների, եթե հետո հարցեր լինեն, այլ ավելի մանրամասն թվային տվյալներ կներկայացնեմ։ Ուրեմն ընդհանուր առմամբ մեր շահառուների թիվը հունվարի 1-ից աճել է եւ արդեն շուրջ 1.700.000 հոգի է Այստեղ ես նախորդ նաև կառավարության նիստից հետո բրիֆինգին ներկայացրեցի ձեզ, որ այս թվի աճը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ Նախ ավելացել են ռեզիդենտների թիվը, այսինքն այն անձինք, ում Հայաստանում լինելու 183 օրը լրացել է, նրանց թիվը աճել է։ Եվ ավտոմատ ստացվում է նրանք եւս ստանում են կարգավիճակ եւ ընդգրկում են առողջության համընդհանուր ապահովագրության մեջ։ Հաջորդիվ ավելացել են նաև 200.000 պլյուս աշխատավարձ ստացող անձանց թիվը, ովքեր եւս ներգրավել են առողջության համընդհանուր ապահովագրության մեջ։ Բացի դրանից արդեն իսկ անհատ ձեռնարկատերերը, ովքեր որ ում համար ուժի մեջ էր մտնում ապրիլ ամսին, սակայն մենք օրենսդրական փոփոխություն իրականացրեցինք եւ նրանց համար ուժի մեջ մտնելու պարտադիր պահանջը տեղափոխեցինք հունիսի 20-ը եւ այս առումով մենք ուրախ ենք, որ անհատ ձեռնարկատերերը չսպասելով օրենքով սահմանված պարտադիր ժամկետին բավականին մեծ տեմպով միանում են ապահովագրական համակարգին, իրականացնում են վճարումները եւ փաստացի սկսում են օգտվել ծառայություններից։ Այսինքն այս մի շարք հանգամանքները միլիոն, եթե կհիշեք, ես հունվարին երբ որ հրապարակում էի, 1.500.000 հոգու մասին էր խոսքը գնում, բայց ընթացքում այս թիվը աճում է ապահովագրվածների եւ հիշեցնեմ, որ 2027 թվականի հունվարի 1-ից մեզ միանալու են նոր խմբեր, դրանք են քաղիրավական պայմանագրերով աշխատողները, միանալու են տաքսի ծառայություններում աշխատող վարորդները, միանալու են արդեն անկախ աշխատավարձի չափից բոլոր գրանցված աշխատողները
Եվ նաև առաջիկա բյուջետային քննարկումների ժամանակ մենք ունենք էլի մի քանի խմբեր, ու մասով պետք է քննարկում իրականացնենք, արդյոք 27 թվականի հունվարի 1-ից նրանք եւս կմտնեն ապետության կողմից 100% սուբսիդավորվող քաղաքացիների շարքին։ Եվ 2028 թվականի հունվարի 1-ից ըստ էության մենք արդեն կներառենք բոլոր քաղաքացիներին, այնտեղ մենք ունենալու ենք գյուղացիական տնտեսություններում զբաղվածներին եւ ուսանողներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Ապահովագրվածների թիվը ըստ էության մի քանի 100,000-ով կավելանա, որտեղ մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացողների թիվը անցնում է 300,000-ը, եթե չեմ սխալվում։ Այստեղ էլ քանի որ սրանք էլ փոփոխական են, այսինքն աշխատավարձի չափերը տարվա ընթացքում փոխվում են, բայց ընդհանուր մոտավորապես այդքան միայն աշխատավարձ ստացողների մասով թիվը կավելանա։ Կհասնենք 2 միլիոն անգամ կանցնենք դրանից, արդեն 28 թվականի հունվարի 1-ից մեր նպատակն է 3 միլիոն բնակչությանը արդեն ներառել առողջության ապահովագրության մեջ եւ ավարտել պետական պատվերի ծրագրերը 28 թվականի հունվարից արդեն պետական պատվերը որպես բյուջետային ծրագիր հիմնականում կավարտվի։ Այս 1,700,000 հոգուց ուրեմն ծառայություններից օգտվել է 842,750 անձ։ Սա բավական մեծ թիվ է, սա նշանակում է, որ թե կանխարգելիչ, թե սկրինինգայի եւ թե ընդհանուր առմամբ դեղերից օգտվելու բժշկական ուրեմն ծառայություններ հիվանդանոցային օղակում մենք դիմելիության բավական մեծ տեմպ ենք ունեցել։ Մատուցված ծառայությունների թիվը 8,399,491 է։ Ուզում եմ այստեղ չշփոթենք, անձանց թիվը 842,750 է, ծառայությունների թիվը 8,399,491։ Հասկանում ենք, որ մեկ անձը կարող է մի քանի ծառայություններից օգտված լինի։ Ընդհանուր կատարողականը սա եւս որոշակի ճշգրտման դեռ տեղ ունի, ես ձեզ տալիս եմ այս օրվա դրությամբ մեր տվյալները, ամիսը կամփոփվի, որոշակի կատարողականի ճշտումներ կունենանք, 97,4 միլիարդ դրամի կատարողական ենք ունեցել։